Ամեն մարդ ինքն է քանդակում իր ճակատագիրը, երբ որ քանդակն ավարտվում է, ինքն արդեն չկա։ Ողջույն սիրելի դիտողներ, մենք ներկայացնում ենք Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Մասնակցում ենք աշխարհացույց հարթակի Smart Էկրաններ 2025 մրցույթին։ Որպես մեր նախագծային աշխատանքի գլխավոր հերոս ընտրել ենք հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի։ Մեր նախագծային աշխատանքի խորագիրն է հայ ժպիտի տխուր հերոսը։ Քարտեզագրել ենք Մհեր Մկրտչյանի կյանքի անցած ուղին ու թողած ժառանգությունը։ Ընտրելով նախագծային աշխատանքի թեման, ձևավորեցինք աշխատանքային խումբ և սկսեցինք հետազոտական աշխատանքը, որից հետո բացվելով յուրաքանչյուրից մեր աշխատանքում սկսեցինք մեր նախագծային աշխատանքի նախապատրաստական փուլի աշխատանքները։ Իսկ այժմ եկեք գնանք տեսնենք, թե ինչ հետազոտական աշխատանքներ են կատարում մեր մասնակիցները։ Մեր նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել և քարտեզագրել Մհեր Մկրտչյանի կյանքն ու ստեղծագործական ուղին, բացահայտելով նրա տխուր հերոսի ազդեցությունը հայ մշակույթի վրա և ծիծաղի արդյունքոտ հումանիզմի փիլիսոփայությունը։ Հիմնական նպատակներն են հետազոտել Մհեր Մկրտչյանի կենսագրության առանցքային փուլերը, որոնք ձևավորել են նրա դերասանական կերպարը, վերլուծել նրա լավագույն դերերը։ Իսկ վերջնարդյունքում մենք ստացանք Մհեր Մկրտչյանի ժպիտի և տխրության թեմատիկ ցուցադրություն, պրեզենտացիա, ցուցադրություն աշխարհացույց հարթակում, խաղ և մեծ պաստառ։ Այս նպատակներն ու վերջնարդյունքները թույլ տվեցին մեր աշխատանքը դարձնել խորը, հետաքրքիր և տեսողական։ Հարցազրույց վերցրինք դպրոցի երեխաներից։ Պարզվեց, որ մեր սերնդի երեխաները այնքան էլ չեն դիտում և չեն ճանաչում հայ մեծ դերասաններին և նրանց թողած ժառանգությունը։ Այդ իսկ պատճառով կազմակերպեցինք կինոդիտում 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններում։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Տերն ու ծառան» և «Զրոմեկ 99» ֆիլմերը։ Մեր հետազոտական աշխատանքները մեզ տարան Մհեր Մկրտչյանի ծննդավայր՝ Գյումրի։ Գյումրիում այցելեցինք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան, ուսումնասիրեցինք թանգարանի իրերը, որտեղ ամեն ինչ այնքան տպավորիչ էր՝ կամոդը մեր մանկության «Տանգոն» ֆիլմից, տակառիկը «Զրոմեկ 99» ֆիլմից, Մհեր Մկրտչյանի բեմական հագուստները և այն բանալիների խուրձը, որը նա հավաքել էր։ Այցելել ենք նաև Կոմիտասի անվան Պանթեոն, որտեղ թաղված է մեծ դերասանը։ Որպես վերջնարդյունք մենք պատրաստել ենք ցուցադրություն աշխարհացույց հարթակում, ստեղծել ենք խաղ և Մհեր Մկրտչյանի կյանքի թողած ժառանգության մասին։ Պատրաստել ենք պաստառ նրա թևավոր խոսքերով, սլայդը թողած ժառանգության վերաբերյալ։ Այսպիսով մեր նախագծային աշխատանքի ընթացքում մենք փորձել ենք կրկնօրինակել ֆիլմերի զարգացումը։ Լավ կերպարներ, բայց Զրոմեկ 99 բոլոր խոսքերը թևավոր է դարձել, բոլորը։ Ինչի՞ չէ, մենք մեր սարերում շատ լավ դերականում։ Որ մեկը, բոլորը մեկը մեկից լավ։ Բայց հիմնական Զրոմեկ 99-ը, դա եթե չեմ սխալվում, առաջին լուրջ դերակատարն է այդ ֆիլմը, որպես գլխավոր դերասան։